Վարշավայի անվտանգության ֆորումին է մասնակցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նախորդին նա ելույթ է ունեցել պանելային քննարկմանը։ Imagine when the railway connection is re-established between Armenia and Azerbaijan. Պատկերացրեք, երբ վերականգնվի երկաթուղային կապը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, սա կարևոր նշանակություն կունենա ոչ միայն աշխարհի այդ հատվածի համար, այլև շատ ավելի մեծ տարածաշրջանի, այդ թվում Եվրամիության համար, սակայն կրկին դրանով չի սահմանափակվում։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը հնարավորություն է տալիս տարածաշրջանի երկրներին ամրապնդել իրենց ինքնիշխանությունը, նվազեցնելով կախվածությունն այլ խոշոր մայրաքաղաքներից, եւ մեզ հնարավորություն է տալիս ունենալ օրինակ առանձնահատուկ արտաքին քաղաքականություն։ Կոնկրետ օրինակ բերեմ, Հայաստանում մենք ազգային ժողովում ընդունեցինք օրենք, որը Եվրամիության անդամակցությունը դարձնում է կառավարության համար պարտադիր պետական քաղաքականություն։ Այսինքն մեր կողմից կա քաղաքական կամք, կա օրենքով ամրագրված որոշում, եւ այժմ արդեն Եվրամիության գործընկերներն են, որ պետք է իրենց որոշումը կայացնեն։ Ֆորումի ընթացքում Միրզոյանը հանդիպումներ է ունեցել տարբեր պաշտոնյաների եւ ընկերությունների ղեկավարների հետ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ նա քննարկել է Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև փոխգործընկերության ընդլայնման հնարավորությունները։ Կողմերը գոհունակությամբ նշել են ՆԱՏՕ անդամ երկրների դեսպանների վերջերս Երևան կատարած այցը եւ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություններին։ Արտգործնախարարը այսօր ուկրաինացի պաշտոնակից Անդրեյ Սիբիգայի հետ ջերմ հանդիպում է ունեցել։ Միրզոյանը գրել է, որ հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվել է նաև Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը, ինչպես նաև Ուկրաինայում խաղաղության հասնելու կարևորությունը։ Միրզոյանի բնորոշմամբ Սիբիգայի հետ զրույցը խորաթափանց էր։ Դիվանագետները համաձայն են զարգացնել Հայաստան-Ուկրաինա գործընկերությունը։ Ուկրաինացի նախարարը հայ գործընկերոջը հրավիրել է Կիև։ Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսի հետ Միրզոյանը քննարկել է Հայաստանի եւ Լիտվայի միջև գործընկերության խորացման նոր հնարավորությունները։ Վարշավայի անվտանգության ֆորումը ազդում է եվրոպական եւ գլոբալ անվտանգության քաղաքականության վրա։ Այն մշակում է ընդհանուր մարտահրավերների դեմ պայքարի ռազմավարություններ, հատկապես կարևորում է կենտրոնական եւ արևելյան Եվրոպայի անվտանգությունը, Ռուսաստանի ենթադրյալ ագրեսիայի դեպքում Ուկրաինային աջակցությունը եւ այլն։ Այս տարի ֆորումը կենտրոնանում է 4 հիմնական ոլորտի վրա՝ արտաքին քաղաքականություն, պաշտպանություն, էներգետիկա, կլիմա եւ ժողովրդավարական անվտանգություն։ Զեկույցը կոչ է անում արևմուտքին հաղթել պատերազմը նախքան պատերազմը։ Ավելի քան 80 երկրից մոտ 2500 մասնակից է եկել Լեհաստան։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։